Ողջույն, Արմենիա հեռուստաընկերության եթերում տուն-տեղ հերթանախագծի աշնանային եթերաշրջանի անդրանիկ թողարկումն է։ Մեզ բարի եթեր, իսկ ձեզ բարի դիտում։ Տուն-տեղ հեռուստանախագծի այս եթերաշրջանի գլխավոր հովանավորը կրկին United Technical Service ընկերությունն է, Grohe մասնագիտացված կենտրոնով։ Առաջիկա 3 ամիսներին մենք ցուցադրելու ենք հեռուստատեսային ձևաչափով United Technical Service ընկերության ցուցասրահում տեղակայված ապրանքատեսականին, մանրամասն ներկայացնելով դրանց առավելությունները։ Այս եթերաշրջանի առաջին թողարկումը մենք սկսում ենք Հայաստանի երկնքից։ Բացահայտիր Հայաստանի երկինքը օդագնացության միջազգային փառատոնի կազմակերպիչները ուրախությամբ ողջունում են մեզ։ Grohe մասնագիտացված կենտրոնը տարիներ շարունակ հավատարիմ մնալով Grohe գերմանական աշխարհահռչակ ապրանքանիշի սահմանված չափանիշներին, շարունակաբար նոր հորիզոններ է գրավում Հայաստանում։ Ինչպես ջրի եւ օդի տարեկները կառավարելիս, այնպես էլ Grohe-ի լուծումներում կենսականորեն կարևորվում է բարձրագույն ճշգրտությունն ու անթերի որակը։ Grohe մասնագիտացված կենտրոնն առաջարկում է նորարարական տեխնոլոգիաներ, ապահովելով կատարյալ որակ, անթերի հիգիենա եւ ռեսուրսների կայուն օգտագործում։ Կենտրոնը հավատարիմ է այն որակին, որը չունի սահման, արտացոլելով թե երկնքի ամենաբարձր կետում, թե ամենօրյա հուսալի տեխնոլոգիական համակարգերում։ Шикарный фестиваль, я уже 3-й раз участвую в этом фестивале. Я лично благодарю компанию Grohe, которая участвует в этом фестивале как спонсор, потому что Grohe не только получает максимальное количество рекламных контактов, но она еще и развивает воздухоплавание в Армении. Поэтому большое спасибо Grohe за это участие. Надеемся, что когда-нибудь у Grohe будет свой личный шар, который может подниматься выше горы Арарат. Скорость 25 км в час, высота от старта 1716 метров, высота над уровнем моря 2760 метров. Продолжаем движение в сторону севера Еревана. Grohe Professional Team-ով մենք այս բան գտնվում ենք օդապարիկում, Երևանի երկնակամարում մենք մեծ վայելք ենք ապրում, տեսնելով մեր քաղաքի զարգացումը, տեսնելով այն բոլոր պրոյեկտները, որ մենք իրականացրել ենք քաղաքում, մեծ ուրախությամբ տեսնում ենք նաև բազմաթիվ շինարարական հրապարակներ, մեծ ակնկալիքով ենք, որ այնտեղ նույնպես Grohe-ն կլինի բարձունքի վրա, նաև իր ներդրումը կունենա այդ ծրագրերի հաջող իրականացման եւ ավարտին։ Друзья, посмотрите, какая красота! Арарат! Ереван, Армения, это просто колоссальный фестиваль, супер! Мы благодарим компанию Grohe, которая предоставила нам такую возможность полетать на воздушном шаре. Спасибо, Grohe! Grohe մասնագիտացված կենտրոնը Երևանի երկնակամարից ողջունում է մեր կողմից արդեն իրականացված նախագծերին, որոնելով այն նոր գործընկերներին, որոնք սպասում են մեզ ապագայում։ Լավագույն նախագծերը դեռ առջևում են։ Դուք շարունակում եք դիտել տուն-տեղ նախագիծը, իսկ մենք տեղափոխվում ենք մեր այս եթերաշրջանի ամենաոճային գործընկերոջ Trivia ընկերության ցուցասրահ, որտեղ էլ զրույցը սկսում եմ ընկերության հիմնադիր Սիրանուշ Վանյանի հետ։
Ողջույն Սիրանուշ։ Ողջույն։ Վերջապես մենք եթերի այս ձևաչափով հանդիպում ենք։ Բավականին երկար տարիներ ճանաչում ենք, բայց դեռևս համագործակցություն չէր ստացվել։ Սիրանուշ, արդեն շատ տարիներ ինչ աշխատում եք դիզայն ոլորտում եւ իրականացրել եք բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, իհարկե եթերաշրջանի ընթացքում խոսելու ենք այս նախագծերից ավելի մանրամասն, բայց առաջի հարցը, որ ուզում եմ ձեզ տալ, ինչպես ստեղծվեց Trivian, հա, եւ առհասարակ ինչ գործունեությամբ է զբաղվում Trivian Հայաստանում։ Երիտասարդ ընկերություն է, հա, ինքը 4 տարվա պատմություն ունի մոտ։ Ես մի քիչ ավելի երկար եմ այս ոլորտում աշխատում, բայց ընկերությունը ավելի երիտասարդ է։ Այդ միտքը շատ շուտվանից կար իրականում։ Ու իրականում մի քիչ ավելի ուրիշ ֆորմատ է ունեցել իմ գլխի մեջ, հետո վերածվել է այս ֆորմատին։ Ես միշտ ուզեցել եմ ունենալ մի հատ շատ հետաքրքիր ստուդիա խանութ, որտեղ ներկայացված լինեն շատ հետաքրքիր կահույքի նմուշներ, որ ինքը ոնց որ փողոցում որ ասես, ասես, օ, ինչ հետաքրքիր բան է այդ։ Իրականում հենց այդպես էլ եղել է մեր ծանոթությունը։ Ես անցնում էի Trivia ընկերության ցուցասրահի կողքից եւ նկատեցի, որ շատ բացառիկ եւ շատ հայտնի, հա, դիզայնի ոլորտում նմուշներ եք ներկայացնում, նմուշներ, որոնք կարելի է հանդիպել միջազգային դիզայնի ամենահայտնի ամսագրերի շապիկներին, ֆիլմերում եւ այլն։ Այսինքն ստեղծեցիք Trivia, որտեղ մեկտեղել եք եւ դիզայն ծառայություններ եւ կահույք, տան պարագաներ, որոնք էլ վստահ եմ տեղակայվում են հենց ձեր կողմից նախագծված, կահավորված ինտերիերներում։ Ոչ միայն մեր, մենք համագործակցում ենք նաև ճարտարապետների եւ դիզայներների հետ, նաև վերջնական հաճախորդի հետ, որոնք մեզ ճանաչում են կամ թեկուզ եւ չեն ճանաչում, ընթացիկ մի խոսքով տարբեր հաճախորդների հետ։ Հա, ինչու նաև մեր պրոյեկտներում, քանի որ ոլորտը մեր գործունեության երկուսն է, հա, դիզայն աշխատանքներ, պրոյեկտիրованիը եւ նաև նախագծում եւ նաև վերջնական կահավորում, պատկլուչ, ոնց որ ասում են պրոյեկտներ, այսինքն 0-ից մինչև վերջի սալֆետկան, կամ միայն թեկուզ օգնում ենք մեր ընկերներին, արխիտեկտորներին դեկորատորսկի պոզիցիայով, այսինքն իրանք ամեն պրոյեկտը մենք վերջացնում ենք այդ ամեն ինչը ընտրելով կահույքի էլեմենտները, լույսերի էլեմենտները եւ այլն եւ ներկրում ու մատակարարում։ Որքանով է սա հեշտացնում աշխատանքը, քանի որ երբ ներկայացնում եք, հա, վիզուալիզացիան, ինչը բնականաբար ժամանակակից հաճախորդների համար շատ կարեւոր բաղկացուցիչ մաս է, դուք արդեն իսկ գիտեք, հա, որ կահույքի ընկերության ապրանքատեսականին կարող եք տեղակայել, որովհետեւ շատ հաճախ գեղեցիկ վիզուալիզացիային հաջորդում է լրիվ այլ իրականություն։ Հարցս նրանում է, որ արդյոք իրական ապրանքներ են տեղակայվում հենց նախագծերում, թե մեծամասնությամբ այո, բայց քանի որ ես շատ եմ սիրում ինքս հետաքրքիր, կահույքի հորինել, հա, ինչ որ նմուշներ, որ մենք ունենք շատ լավ մասնագետներ, ովքեր մասնագիտացած են այդ ամեն ինչի արտադրության մեջ, եւ մենք փոխհամագործակցում ենք իրանց հետ էլ մեր պրոյեկտների համար։ Այսինքն այն պոզիցիաները, որոնք բաց են ներկրման համար, այսինքն նախագծված են, հորինված են եւ այլն, դրանք այստեղ ենք ոնց ստեղծում։ Այո։ Համաձայն եք, որ շատ հաճախ հենց մարդկանց մասին կարծիք կարելի է կազմել իրենց տան ինտերիերներով, թե այսօր ամեն դեպքում ժամանակակից աշխարհում մարդիկ դա վստահում են մասնագետներին եւ իրենք առհասարակ ներդրում չեն ունենում իրենց ինտերիերների կայացման գործում։ Ես համաձայն չեմ իրականում, որովհետեւ դեմ վոլը հայ միջավայրում այո, քանի որ մեր ազգը եւ մեզ բնորոշ ինչն է, որ մենք ամեն ինչից տեղյակ ենք ու ամեն ինչում առաջինն ենք, ցանկացած մարդը, ցանկացած ասպարեզում առաջինն է, ինքը ամեն ինչից լավ է հասկանում։ Լավ։ Բայց այստեղ այդքան այդ չի, ինչքան որ իմ համար օրինակ պրոյեկտներ անելիս ամեն մարդու ինտերիերը, դա լինի բնակարան կամ общественный տարածք կամ չէ, այո, հարային վայր կամ ինչ որ տենց մի բան, պիտի իրան սազի, իրան բնորոշ լինի։ Դու չես կարա մեկին տաս ինչ որ ասենք, չգիտեմ, իրան ընդհանրապես կապ չունեցող մի բան։ Ինքը կարա դա չհասկանա։
Եթե տեմ բոլը դա տան հետ կապված է, ինքը կարա կոմֆորտնի չզգա իրան։ Հա, կարա շատ սիրուն լինի այդ կարծինքը։ Բայց իրենը չլինի։ Բայց իրանը չլինի, իրան պիտի սազի դա, ինքը պիտի դա անկալի։ Ուրիշ բան, որ դու պիտի այդքան խելացի լինես, որ ստանաս հետարքիր բան։ Եվ նաև որը համել իրան սազի։ Համապատասխանի եւ ֆունկցիոնալ լինի այդ մի քիչ շատ դժվար է, բայց մենք հենց այդ դժվարությունների մասին առաջիկա 3 ամիսների ընթացքում զրուցելու ենք ձեզ հետ եւ վերջում էլ ներկայացնելու ենք բնականաբար ձեր բազմաթիվ նախագծերը եւ նաեւ կայցելենք նախագծերից մեկը ավելի մոտիկից ծանոթանալու այն բոլոր խնդիրների եւ լուծումների հետ, որոնք ներկայացնում եք։ Շնորհակալ եմ Սիանուշ, բարի գալուստ տունտեղ հեռուստանախագիծ, մենք կհանդիպենք մեր հաջորդ թողարկման ընթացքում։ Մեծ ուրախությամբ մենք շարունակում ենք տունտեղ հեռուստանախագծի մեր առաջի թողարկումը, տեղափոխվում ենք մեր այս եթերաշրջանի նոր գործընկեր, գլխավոր գործընկեր Skyline ընկերության գրասենյակ, որտեղ զրուցելու եմ ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանի հետ։ Ողջույն Անի։ Ողջույն Կարեն։ Անի, սկսենք հենց Skyline նախագծի մտքից, գաղափարից, ինչպես միտք առաջացավ ձեզ մոտ ստեղծել այս յուրահատուկ, այս առանձնահատուկ նախագիծը։ Նախ առաջին ասեմ, որ ուրախ ենք այսօրվա մեր համագործակցությամբ, որովհետև իրոք այսօր հաղորդումը իր տեղնոդեր ունի հեռուստաեթերում։ Մենք է շատ ուրախ ենք, որ ունենք ձեզ նման վստահելի գործընկեր, ում հետ անցնելու ենք այս ճանապարհը եւ ներկայացնելու ենք մեր բազմահազար հեռուստադիտողներին։ Հրաշալի։ Դե սկսենք ներկայացումից մտքից, հա, քանի որ հենց առաջին առանցքային հատվածը բոլոր պրոյեկտների դա միտքն է, մտքի գեներացումը եւ ապա կրիստալիզացումը եւ հասնելը նրան, ինչը որ այսօր ներկայացնում ենք հանրությանը։ Ռենշին ընկերության բոլոր բնակարանային, հա, ինչը որ բնակելի հատվածին է վերաբերում, այդ պրոյեկտների հիմքում առանցքային դերը մարդն է։ Մարդու շուրջը կառուցվող միջավայրը, որովհետև միջավայրը դա այն ֆակտորն է, որը ձևավորում է մարդուն եւ նրա ամբողջ կերպարը, ընտանիքը, հա, որի ենթակառուցվածքները բացելով կհասկանանք, թե ինչքան է ազդեցությունը մեծ Skyline-ի այսօրվա ժամանակակից մարդուն ձևավորելու մեջ։ Skyline-ում ընտրել ենք ժամանակակից, երիտասարդ, պրոգրեսիվ թիրախային խմբին եւ ուսումնասիրել ենք այս թիրախային խմբի նախասիրությունները, ապրելակերպը, պահանջները, ուսումնասիրել ենք միջազգային բոլոր տենդենսները այսօր, հա, թե մեր հարևան երկրների, այնպես էլ ավելի հեռանկարային, հա, տեսանկյունից ավելի տարածաշրջանայինից դուրս եւ անցկացնելով շատ մեծ հարցումներ, հա, ունեցել ենք մոտ 150 հարցից բաղկացած հարցախույզ, որ ուղարկել ենք այսօրվա մեր թիրախային խմբին եւ առանձնացրել ենք բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք որ այսօր պետք են ժամանակակից մարդու կյանքը լիարժեք դարձնելու համար եւ ստեղծել ենք այս միջավայրը։ Անի, խոսեցիք ենթակառուցվածքներից, նշված են բազմաթիվ, հա, ենթակառուցվածքներ, տպավորություն է, որ դուք իրականում ստեղծում եք քաղաք, քաղաքի մեջ։ Այ մի փոքր կուզեմ այս մասին խոսենք։ Այո, Կարեն, կոնցեպտը հենց այդպես էլ կոչվում է քաղաք քաղաքում։ Մենք վերցրել ենք բոլոր այդ ենթակառուցվածքները, որոնք որ հենց անհրաժեշտ են այսօրվա մեր թիրախային խմբի նախասիրություններին են համապատասխանում եւ կենտրոնացրել ենք մեր թաղամասի շրջանակներում։ Այստեղ միջազգային կրթությունից մինչև, հա, կենթանիների համար նախատեսված հյուրանոց բոլոր ծառայությունները ընտանիքի բոլոր անդամների համար փակվում են։ Այստեղ դու քո լիարժեք կյանքը, ժամանցը եւ աշխատանքը կարողանում ես ապահովել առանց հավելյալ ժամանակային ռեսուրս ծախսելու, հա, օրինակ ճանապարհների վրա, ինչ որ այսօր մեր, հա, գիտենք բոլորս խցանումների ինչքան շատ ժամանակ եւ նյարդեր են խլում մեզանից, մեր առօրյային բոլորս զբաղվում ենք դրան, իսկ այստեղ դու ամեն ինչը քեզ մոտ է, ամեն ինչը քեզ հասանելի է, դու այդ տարածքում ես, բայց միաժամանակ դու պարփակված չես այդ տարածքում, որովհետև ինքը այնքան կանաչապատ է, այնքան շատ է, հա, ենթակառուցվածքները, որ դու քեզ ազատ ես զգում այդտեղ։ Հրաշալի։ Այն դեպետ մենք 3 ամիսների ընթացքում մանրամասն ներկայացնելու ենք այս բոլոր ենթակառուցվածքները եւ իհարկե նախագծի առավելությունները, բայց առաջարկում եմ, որպեսզի ես նշեմ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնց մասին տեղյակ եմ, ես եթե ինչ-որ բան կմոռանամ, կավելացնեք։ Տեղյակ եմ, որ ունենալու է միջազգային դպրոց, մանկապարտեզ, ունենալու է սպորտային ակտիվության համար գրեթե ամեն բան, հա, լողավազան, մարզասրահ, փակ եւ բաց, ունենալու եք բոուլինգի սրահ, ունենալու եք կինոթատրոն, ունենալու եք առողջության հետ կապված կենտրոն, հա, բժշկական հաստատություն,
Ինչ բաց թողեցի։ Coworking-ը բաց թողեցիք, հենց lifestyle ոճով հյուրանոց ենք ունենալու, մեծ ատրիում ենք ունենալու, որտեղ հիմնական ժամանցն է ապահովված լինելու, խանութներ, հա, retail տարբեր զոնաներ, բարեր, ամեն ինչ որ այսօր մեր ժամանցում ենք պատկերացնում ենք։ Ամեն բան ինչի անհրաժեշտություն ունի մարդ։ Հանի առաջարկում եմ խոսել նախագծի յուրահատկությունից, եկեք խոսենք, հա, նորագույն տեխնոլոգիաներ, ճարտարապետություն եւ մարդ, հա, այս առանցքային այսպես համադրությունը։ Ինչ նորագույն այսպես տարբերակներով եք հանդես գալու։ Նշեմ, որ այն տերմինները, որոնք որ նշեցիք, ճարտարապետություն, ինժեներիա եւ մարդը, դրանք իրարից անկախ ապրող տերմիններ չեն, հա։ Skyline-ում դրանք գործում են որպես մեկ միասնական համակարգ, մի էկոհամակարգ, որը որ ծառայում է մարդուն։ Այստեղ օրինակ ինժեներական տեսանկյունից էներգոարդյունավետությունը, մաքուր օդի արտահոսքը, կենտրոնացված, հա, ջեռուցումը, սմարթ համակարգերը, բոլոր այդ տեխնոլոգիաները դրանք ցուցադրելու համար չեն, դրանք մարդու օրը լրացնելու համար են։ Մարդը դրանք չի տեսնում, բայց իր բնականon կյանքում դրանց ամբողջ արդյունավետությունը զգում է։ Ճարտարապետական տեսանկյունից մենք այստեղ հեղափոխական, հա, նախագծում ենք արել Հայաստանի համար, Հայաստանում մինչ այժմ չկար մինչ այս, հա, 22 հարկից բարձր պրոյեկտներ եւ մենք Skyline-ում ունենք առաջին երկնաքերերը Հայաստանում։ Այո, սա ամենաբարձր երկնաքերներն են լինելու Հայաստանում, անպայման ուզում նշեմ, եւ դուք հնարավորություն եք տալու այցելուներին եւ բնակիչներին բնականաբար նոր տեսանկյունից տեսնել Երևանը, ինչը կարծում եմ հետաքրքիր է շատ։ Անվանման տեսանկյունից եւս, հա, որտեղ որ շատ մեծ աշխատանք ունենք կատարված եւ անվան եւ բրենդինգի գույների ամեն ինչի շուրջ, ինչն է, Skyline-ը հենց փոխում է Երևանի Skyline-ը հորիզոնը։ Գույները արտացոլում են, օրինակ, հա, ընտրված գույները, երկնքի գույները Երևանյան եւ ամեն ժամի համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքները համապատասխան այդ գույներին ներկայացվում։ Շատ լավ, խոսենք երկարաժամկետում այս նախագծի հեռանկարներից։ Skyline-ը այսօր նոր նշաձող է, հա, սահմանում, Երևանում, Հայաստանում շատ տարբեր տեսանկյուններից, թե որպես ներդրումային գույք, թե որպես ճարտարապետական ամբողջությամբ նոր համալիր, նոր լուծումներով, թե ինժեներական նոր, հա, լուծումներ, սեյսմիկան ուսումնասիրելով, հաշվի առնելով, թե ներգրաված գործընկերներից, որովհետև օրինակ ճարտարապետները Նյու Յորքից են, Լագուարդալո ընկերությունը, ինժեներները համաշխարհային առաջատարն են, Արոպ ընկերությունը, այստեղ առաջին անգամ հանձնելու ենք բոլոր բնակարանները վերանորոգված եւ մասամբ կահավորված, այստեղ նոր հնարավորություններ ենք առաջարկում հիպոթեկի տեսանկյունից, հա, փուլային վճարման տեսանկյունից, մենք այստեղ առաջարկում ենք լիովին այլ նոր գույք, նոր ապրելակերպ, նոր միջավայր, որը որ մոդել եւ օրինակ է հանդիսանալու Երևանում մնացած այլ, հա, պրոյեկտների տեսանկյունից։ Նշանակ սա հեղափոխական նախագիծ է լինելու։ Եվ իհարկե սա ներկայացնելու է Երևանը լիվ այլ նոր ձեռագրով, այլ տեսանկյունից միջազգային, հա, մեր գործընկերների համար, դիտորդների համար, ովքեր գալու են տեսնելու են, որ Հայաստանում այսօր եւ ճարտարապետության տեսանկյունից եւ պատկերացումների եւ մոտեցումների տեսանկյունից մենք միջազգային տենդենսներից հետ չենք մնում։ Անի խոսենք Renshin ընկերության մասին, որը արդեն իսկ իրագործել է, հա, իրականացրել է բազմաթիվ հաջողված նախագծեր։ Երկարաժամկետում Renshin-ի զարգացման հեռանկարներից մի փոքր խոսենք։ Արդեն 20-ից 20 տարուց ավելի է ինչ Renshin-ը գործունեություն է ծավալում Հայաստանում, եւ այսօր մենք ունենք մեր ուրույն հստակ դիրքը որպես առաջատար ընկերություն ներդրումային կառուցապատման քաղաքաշինական ոլորտում, սակայն Renshin-ը միայն բնակարանային, հա, բնակելի կառուցապատման մասին չէ, մենք հենց ներդրումային ընկերություն ենք եւ մեր գործունեության հիմքում ներդրումային տարբեր գույքերի ստեղծումն է դրանք, թե ապարտ հոթելների մասին է խոսքը, թե ավտոմատացված պահեստներ ունենք մեր, հա, առաջիկայում նախագծվող եւ արդեն հավաքելով 100-ից ավել, հա, լավագույն մասնագետներից թիմ Հայաստանում ունենալով ավելի մեծ outsource ընկերություններ, միջազգային մեծ գործընկերներ, մենք այսօր նաև նախաձեռնում ենք, հավակնում ենք լինել թաղամասային կառավարմամբ զբաղվել, ինչպիսին միջազգային տենդենսն է, պլաններում այդ գործունեությունը ունենք, այո։ Անի Renshin ընկերությունը բազմաթիվ խոշոր նախագծեր է արդեն իսկ ռեալիզացրել, ինչը բնականաբար տնտեսության վրա չէր կարող անհետք մնալ, այո, ուզում խոսել հենց տնտեսական այս ազդեցության մասին։ Եթե ազդեցությունը պրոյեկտենք օրինակ կոնկրետ Skyline-ի շրջանակներում, հա, մենք այստեղ ունենք երկու կարևորագույն երկարաժամկետում էֆեկտ, որը որ տնտեսական տեսանկյունից կարևոր առաջինը դա հարկայնությունն է։ Հայաստանում մինչ այժմ չի կառուցվել 22 հարկից բարձր հաշինություններ եւ
չկար որևէ նորմատիվային փաստաթուղթ կամ հաստատումներ, որոնցով որ հնարավոր է կառուցել արդյոք Հայաստանում ավելի բարձրահարկ, քան 22 հարկն է։ Քաղաքային կոմիտեի հետ շատ սերտ եւ արագ աշխատանքով մենք եվրոստանդարտներ ենք բերել Հայաստան, մենք բերել ենք լիովին նոր հատուկ պայմաններ, որոնցով որ ճարտարապետությունը հորիզոնականից դեպի ուղղահայաց ճարտարապետության ենք գնում, ինչը թույլ է տալիս խնայել ավելի շատ հողատարածք եւ այդ տարածքներում կանաչապատ զոնաներ ստանալ, ենթակառուցվածքներ ստանալ եւ վստահ ենք, որ սա տենդենս է, որը շարունակական կլինի նաեւ այլ կառուցապատողների ընկերություններում, պրոյեկտներում։ Այսինքն կլինի հրաշալի օրինակ ապագայում նրանց համար, ովքեր այս նախագծին բնականաբար կփորձեն կրկնօրինակել, բայց Եվ մյուսը դա վերանորոգումն է։ Հա, վերանորոգումը եւս կարևոր այն մեր նախաձեռնություններից է, որոնք որ բարեփոխումը իրականացնում ենք օրենսդրական մակարդակով, քաղաքային կոմիտեի հետ շատ սերտ համագործակցությամբ, ինչն է այստեղ կարևորը, երբ որ մենք իրականացնում ենք վերանորոգված բնակարանների հանձնումը, մենք կրճատում ենք այն ժամանակահատվածը, որը որ անհրաժեշտ է շենքը հանձնելու համար կամ այդ երկարաժամկետ, գիտենք չէ, մի քանի տարի շենք հանձնելուց հետո դեռ աշխատանքներ են իրականացնում, խցանումներ են առաջացնում եւ այլն, եւ այստեղ իհարկե ունենում ենք ստվերային շուկայի վերացում, որը որ տնտեսական տեսանկյունից շատ կարևոր է։ Նաեւ խնայում եք այն թանկարժեք նյարդերը, որոնք որ այսօր մարդիկ մյուսը դա ներդրողների համար լավ բարեդրացիական միջավայրի ստեղծումն է, բարենպաստ միջավայրի ստեղծումն է ներդրողների համար, որը որ մի քանի նախաձեռնություններով այսօր կառավարության հետ, հատկապես էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ իրականացնում ենք գրավչությունը բարձրացնում ենք անշարժ գույքի, հատկապես ներդրումային գույք ձեռք բերողների համար, ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլ նաև արտասահմանցի ներդրողների համար, ոչ հայ։ Դե ինչ, շնորհակալ եմ Անի, հետաքրքիր զրույցի համար։ Մենք առաջիկա 3 ամիսներին բացահայտելու ենք Skyline նախագծի բոլոր մանրամասները, իսկ այսօր ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Դուք շարունակում եք դիտել Տուն-տեղ հեռուստանախագիծը, իսկ ես տեղափոխվում եմ մեր այս եթերաշրջանի լուսավորության գործընկեր, շատ լուսավոր ցուցասրահ, Mythony Group-ի ցուցասրահ, որտեղ զրուցելու եմ տնօրեն Կարեն Պետրոսյանի հետ։ Ողջույն Կարեն։ Привет, Կարեն ջան։ Կարեն, առաջարկում եմ, որպեսզի մեր ավանդույթը չխախտենք եւ մեր առաջի թողարկման ընթացքում զրուցենք ընկերության մասին։ Ներկայացրեք Mythony Group-ի պատմությունը, ինչպես նաեւ ներկայացրեք ձեր պատմությունը, ինչպես հայտնվեցիք Mythony Group-ում եւ ինչ ապրանքներ եւ ծառայություններ եք ներկայացնում այսօր Հայաստանում։ Итак, Mythony Group, мы большая компания, которая Մենք մեծ ընկերություն ենք, որ արդեն 15 ամյակն եք նշելու հաջորդ տարի եւ արդեն իսկ 1 տարի է ինչ Հայաստանում ենք։ Ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ ես հայ եմ։ Մենք ներկայացված ենք եւ վաճառում ենք մեր լուսավորության պարագաները 50-ից ավել քաղաքներում։ Ունենք գրասենյակներ Գերմանիայում, Ռուսաստանում, Կազախստանում եւ ցուցասրահներ տարբեր քաղաքներում։ Եվ արդեն իսկ ներկայացված ենք Հայաստանում, որտեղ էլ հենց հիմա գտնվում ենք։ Մենք արտադրում ենք լուսավորության պարագաներ եւ այն ամեն ինչ կապված է լուսավորության հետ։ Այն ընդգրկում է նաեւ դրսի լուսավորություն, ինտերիերի համար նախատեսված լուսավորություն, լուսադիոդային լենտաներ, լամպեր եւ բոլոր այն ապրանքները, որոնք աշխարհը դարձնում են ավելի լուսավոր։ Սա է մեր կոնցեպտը։ Մենք ունենք նաեւ նոր ապրանքանիշ Voltun, որը իրենից ներկայացնում է վարդակների եւ անջատիչների ոճային եւ շատ բարձր որակի տեսականի։ Կարճ ասած ամեն բան, ինչ նախատեսված է տան, գրասենյակի, սրճարանների, ռեստորանների լուսավորության համար։ Շատ ուրախ եմ, որ այսօր քայլելով Երևանում արդեն իսկ տեսնում եմ սրճարաններ, որտեղ մեր լուսավորության պարագաներն են տեղադրված։ Դա շատ է ուրախացնում ինձ։ Դա նշանակում է, որ մենք իզուր չենք գործում։ В общем, мы работаем, значит, не зря. Կարեն, ինչպես հայտնվեցիք Mythony Group-ում, հա, երբ սկսեց համագործակցությունը։ Да, компании будет 15 лет в следующем году. Ինչպես նշեցի, հաջորդ տարի Mythony Group-ը 15 տարեկան է դառնում։ Իսկ ես 9 տարի է ինչ աշխատում եմ ընկերությունում։ Նախ աշխատում էի Մոսկվայի գրասենյակում։ Իսկ թվում է պարզ է, չէ՞, ինչու եմ ռուսախոս։ Ռուսաստանում զարգացնում էի վաճառքը այս ընկերության։ Ընդհանուր առմամբ մենք մեծ զարգացում ապրեցինք 2014-ից 15 թվականներին։ Հիմնադրեցինք նոր բրենդներ, դուրս եկանք նոր շուկաներ եւ մի քանի տարի առաջ տեղափոխվեցինք Հայաստան։ Ուղիղ 3 տարի առաջ էր, ինչ որոշեցի բնակություն հաստատել Հայաստանում։
եւ իհարկե հիմնադրեցի Mytonic Group-ի հայաստանյան մասնաճյուղը։ Կարճ ասած, ես ընկերության հետ համագործակցում եմ տարիներ շարունակ, նվիրված եմ եւ հպարտանում եմ ընկերությամբ եւ միացել եմ ընկերությանը հենց ամենասկզբից։ Я работаю в компании. Կարեն, անպայման ուզում եմ հիշեցնել, որ մենք գտնվում ենք Անտարային 138/2 հասցեում տեղակայված ձեր այս լուսավոր գեղեցիկ ցուցասրահում, որտեղ կարող են մեր հեռուստատեղները այցելել, փորձարկել, ինչու ոչ եւ ինչպես ես եմ սիրում նշել, անպայման վերջում գնել։ Կարեն, խոսենք մի փոքր մեր համագործակցության մասին։ Մենք պետք է այս եթերաշրջանի ընթացքում վերանորոգվող բնականում անպայման օգտագործենք Mytonic Group-ի մի քանի տեսակներ, հա, ապրանքների, սկսած տրեկային լուսավորությունից մինչև դեկորատիվ լուսավորություն, լապտերներ եւ այլն։ Мы вообще рады каждому новому проекту. Մենք միշտ ուրախ ենք նոր նախագծերի համար, նամանավանդ այնպիսին, ինչպիսին ձերն է, երբ հնարավորություն կլինի այն ներկայացնել բազմաթիվ հեռուստադիտողների, ինչի համար իսկապես ուրախ ենք։ Մենք միշտ պատրաստ ենք առաջարկել ամեն բան, ինչ կապված է լուսավորության հետ, եւ այս նախագծում մենք կկիրառենք ոչ միայն դեկորատիվ, այլ նաեւ ֆունկցիոնալ լուսավորություն, ինչպես նաեւ մեր Voltum բրենդի անջատիչներն ու վարդակները։ Մենք արդեն իսկ իրականացրել ենք բազմաթիվ ճանաչված նախագծեր Հայաստանում, ինչպիսիք են Մարիոթ հյուրանոցը, Բելգիայի դեսպանատունը, մեծ գրասենյակային համալիր քաղաքի կենտրոնում, հրաշալի ռեստորան Գյումրիում եւ այլ նմանատիպ տասնյակ նախագծեր։ Մեզ շատ հետաքրքիր է ոչ միայն ֆիզիկական, այնպես էլ կոմերցիոն նախագծերի լուսավորության ապահովումը։ Так и коммерческие объекты, офисы и так далее. Ես էլ անպայման ուզում նշել, որ բազմաթիվ համագործակցություններ արդեն ունեք մեր հայ, դիզայներ եւ ճարտարապետների հետ եւ բազմաթիվ միջոցառումներ եք կազմակերպում, տրեյնինգների տեսքով ներկայացնելով ձեր ապրանքների, այսպես կիրառման, նորամուծության եւ այլ հետաքրքիր տարբերակներ։ Մեզ կարևոր է ոչ միայն ներկայացնել որակյալ ապրանքատեսականի, այլ նաև զարգացնել այս ոլորտը, գիտելիքներով կիսվել ճարտարապետադիզայներական համայնքի հետ, որպեսզի նրանք ել ավելի լավ պատկերացում ունենան ինչ հնարավորություններ եւ ինչ տարբերակներ ունեն իրենց նախագծերում։ Ակնհայտ է, որ նախկինում մարդիկ մեկ ջահ էին փակցնում սենյակի կենտրոնում եւ սա բավարարում էր, իսկ այսօր լուսավորությունը դարձել է ավելի բազմաշերտ եւ հետաքրքիր եւ դիզայներների համար երբեմն բարդ է դառնում այս ամենը։ Այդ իսկ պատճառով մենք իրականացնում ենք բազմաթիվ տրեյնինգներ։ Օրինակ այս տարի հոկտեմբերին կներկայացնենք Հայաստանում լուսավորության կառավարման մասին տրեյնինգ, քանի որ հիմա լուսավորությունը մեկ այլ փուլում է գտնվում եւ մարդիկ ուզում են կառավարել այն հեռահար, այսինքն կառավարել իրենց սմարթֆոնների միջոցով, ինչի հնարավորությունը մենք իհարկե տալիս ենք Mytoni Smart հավելվածի միջոցով։ Յուրաքանչյուրը կարող է ներբեռնել եւ կառավարել իր լուսավորությունը տանից։ Դե ինչ կարելի մենք այս 3 ամիսների ընթացքում ձեր բազմաթիվ մասնագետների հետ ուսումնասիրել ենք բոլոր ապրանքները, փորձարկելու ենք եւ ներկայացնելու ենք մեր հեռուստադիտողներին։ Այսօր ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարի գալստուն տեղ հեռուստանախագիծ, իսկ մենք կշփվենք մեր հաջորդ թողարկմանը։ Բարև, ես Կարո Խդիգյանն եմ։ I'm very excited to share with you for Dunderre, my fabulous apartment in Paris. Տունտեղ հերսանախագծի այս եթերաշրջանում մենք սկսում ենք նոր բացառիկ համագործակցություն աշխարհահռչակ հայազգի դիզայներ Գարո Գեդիկյանի հետ։ Ներկայացնելու ենք նրա վերջերս վերանորոգվող Փարիզյան բնակարանը։ 3 ամիսների ընթացքում հետևելու ենք ողջ վերանորոգման ընթացքին եւ ներկայացնելու ենք ձեզ։ Գարո Գեդիկյանը ծնվել եւ մեծացել է Կանադայի Մոնտրեալ քաղաքում, որտեղ ուսանել է հայտնի Մակգիլի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում։ Ավարտելով իր կրթությունը, Գարոն տեղափոխվել է Բոստոն, որտեղ 6 տարի աշխատել է հայտնի դիզայներ Ուիլյամ Հոջինսի գրասենյակում։ Այնուհետև նա որոշել է տեղափոխվել Նյու Յորք, նոր հորիզոններ բացահայտելու նպատակով։ 2000 թվականից Գարոն հաստատվել է Նյու Յորքում եւ մի քանի հայտնի դիզայներական ընկերություններում աշխատանքային փորձից հետո 2001 թվականին հիմնել է սեփական դիզայներական ստուդիոն։ Գարոյի դասական ճարտարապետական կրթությունը դարձել է նրա դիզայներական աշխատանքի հիմքը։ Նա հաճախ է ասում. ճարտարապետությունն է, որ սահմանում է տարածքի տրամադրությունը եւ հուշում, թե ինչ է պետք անել դրա հետ։ Վերջերս Գարոյի նոր Park Avenue հասցեում գտնվող բնակարանը հայտնվել է House Beautiful ամսագրի էջերում։ Այդ բնակարանը նախկինում պատկանել է հայտնի Ֆրեդ Ասթեյրին։ Գարոն վերականգնել է այն նախապատերազմյան շենքի դասական շքեղությունը, միաժամանակ հաղորդելով ժամանակակից նրբերանգներ եւ նոր շունչ։ Գարո Գեդիկյանի դիզայներական ընկերության լայնածավալ պորտֆոլիոն բազմիցս ներկայացվել է ոչ միայն ամերիկյան, այլ նաև միջազգային հայտնի հրատարակություններում, ինչպիսիք են House Beautiful, Traditional Home, New York Spaces եւ Architectural Digest ամսագրերում։ Վերջերս Գարոյի սեփական բնակարանը ներկայացվել է New York Times-ում։
Billstapsi, A Moment of Luxury եւ New York City Open House հաղորդումներում։ Իսկ այժմ մեր հայ հեռուստադիտողները նույնպես հնարավորություն ունեն ծանոթանալու աշխարհահռչակ այս դիզայների նախագծերին։ Տունտեղ հերցանախագիծը շարունակում է այս եթերաշրջանում համագործակցությունը Raflor հատակային ծածկույթներ ներկայացնող ընկերության հետ։ Այս ընկերությունը առաջատար ընկերություն է Հայաստանում, որը մասնագիտացված է բնակելի, առևտրային եւ արդյունաբերական տարածքների հատակների լուծումների ոլորտում։ Բարձրորակ արտադրանքի ներմուծման եւ բացառիկ հաճախորդային սպասարկման շնորհիվ Raflor-ը դարձել է վստահելի անուն հատակների ներմուծման ոլորտում։ Ընկերությունը առաջարկում է հատակների լայն տեսականի։ Յուրաքանչյուր արտադրանք ընտրվում է ամենաբարձր չափանիշներին համապատասխան։ Անկախ նրանից հաճախորդը փնտրում է դասական փայտե հատակներ իր տան համար, թե դիմացկուն վինիլային լուծում իր բիզնես տարածքների համար։ Raflor-ը ունի տարբերակներ յուրաքանչյուր պահանջի եւ ճաշակի համար։ Ընկերությունը մշտապես հետևում է հատակների արդյունաբերության նորագույն միտումներին եւ տեխնոլոգիաներին, ապահովելով, որ հայ հաճախորդները ստանան ժամանակակից լուծումներ, որոնք բարելավում են իրենց տարածքների գեղեցկությունն ու գործառույթը։ Փնտրում եք հատակի այնպիսի տարբերակ, որը ոչ միայն բնական է եւ նրբագեղ, այլ նաեւ դիմացկուն։ Եկեք խոսենք Barlinek-ի հատակների մասին։ Barlinek Group-ը աշխարհում ամենահայտնի եւ վստահելի անուններից մեկն է փայտե հատակների արտադրության ոլորտում։ Ընկերությունը համարվում է շերտավոր փայտե հատակների համաշխարհային առաջատարներից, տարեկան արտադրելով ավելի քան 150 միլիոն քառակուսի ֆուտ բարձրորակ արտադրանք։ Այս ընկերության արտադրանքը հայտնի է կայունությամբ, էներգիաարդյունավետությամբ եւ բնական որակով։ Barlinek-ը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանությանը։ Ընկերության բոլոր արտադրամասերը համապատասխանում են շրջակա միջավայրի պահպանման եվրոպական բոլոր չափանիշներին, իսկ կիրառվող տեխնոլոգիաները նվազեցնում են արտանետումները եւ արտադրական մնացորդները։ Այսօր Barlinek-ը Լեհաստանի ամենամաքուր եւ էկոլոգիական արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է։ Ընկերության օրինակով ապացուցվում է, որ բնապահպանական մտածելակերպը կարող է դառնալ ոչ միայն օրենսդրական պարտավորություն, այլ զարգացման ռազմավարության հիմք։ Ընկերությունը տարիներ շարունակ իրականացնում է իր նշանավոր ծրագիրը՝ մեկը մեկի դիմաց, որի շրջանակում յուրաքանչյուր վաճառված հատակի փաթեթի դիմաց Barlinek ընկերությունը ֆինանսավորում է մեկ նոր ծառի տնկում։ Այս նախաձեռնության արդյունքում ստեղծվել է Barlinek-ի հաճախորդների անտառը, ավելի քան 18 միլիոն ծառերով, որոնք այսօր աճում են տարբեր երկրներում։ Barlinek Group-ը ապացուցում է, որ արդյունաբերությունն ու բնապահպանությունը կարող են համատեղել ուժերը, ստեղծելով գեղեցիկ, բնական եւ կայուն ապագա։ Այս հատակները լինելով իրական փայտից չեն կուտակում փոշի կամ միջատներ, ինչն էլ դարձնում է դրանք կատարյալ ընտրություն ալերգիա ունեցող մարդկանց համար։ Բացի այդ, դրանք կարգավորում են սենյակի միկրոկլիման, կլանելով ավելորդ խոնավությունը։ Նորացրեք ձեր տարածքը, վայելելով Barlinek-ի հատակների ժամանակակից վերգեղեցկությունն ու բնական շքեղությունը։ Իսկ Barlinek-ի հատակները Հայաստանում ներկայացված են բացառապես Raflor մասնագիտացված խանութ սրահներում։ Համեցեք Կոմիտաս 56 եւ Կոմիտաս 165/1 հասցեում տեղակայված Raflor ընկերության ցուցասրահներ։ Տունտեղ հեռուստանախագիծը այս եթերաշրջանում շարունակում է համագործակցությունը Հայաստանի արևային ոլորտի խոշոր ընկերություններից մեկի Ecovil ընկերության հետ։ Իդեպ ընկերությունը այս տարի նշեց իր 10-ամյակը։ Առաջիկա 3 ամիսների ընթացքում մենք հանդիպումներ ենք ունենալու Ecovil ընկերության ներկայացուցիչների հետ, ներկայացնելու ենք ընկերության կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները։ Երբ արարիչ լույսը ստեղծեց, խավարն ընկավ երկրի վրա, արև դարձավ նշան սիրո, կրակ կենաց սուրբ աղարան։
Բարի երեկո, հարգելի հյուրեր, բարի երեկո Էկովիլ ընկերության արևային գործընկերներ։ Այսօր մենք տոնելու ենք այս 10 տարիների ձեռքբերումները՝ ի նշան շարունակական առաջընթացի Հայաստանում, վերականգնվող էներգիայի ոլորտի կայուն զարգացման գործընթացում։ Ողջունում եմ բոլորիդ։ Անկեղծ շատ կարճ ուզում եմ ի սրտան շնորհակալություն հայտնեմ յուրաքանչյուրից հետ ու ասեմ, որ մեզ համար մեծ պատիվ է ձեր հետ կիսել մեր ուրախությունը, մեր հաջողությունները։ Պատկերացնում եք Էկո աշխարհ։ Բազմամյա լավ գործընկերության եւ աշխատանքի բարձր որակի համար։ Շնորհավորում ենք։ Շնորհավորում ենք։ Իսկ հիմա ժամանակն է շարունակելու մեր գեղեցիկ երեկոն։ Այն շարունակելու է Արշակյան բենդը երգիչ Վարդան Խաչատրյանի հետ միասին։ Շատ լավ, ոչինչ, ես սխալ եմ, իսկ դու ճիշտ, ու երկնքի խորքում իմ արևին Էկովիլում արևոտ մարդիկ միասին երգում ենք արևի մասին արև եկ մեր կայանին վեր եկ Ջորքուք էր մերի սարեն սարնոլորեն գթատի մարմար քարեն կատկացորեն Կյանքը երկնքի պես անհուն անուն Կյանքը կորած աստերի պես հազարարուն Ինչպես այսօր ամեն ինչ, այնպես էլ տորթը լի է խորհրդանիշերով Այստեղ Էկովիլ ընկերության հիմնադրման տարեթվից մինչև այսօր 2025 թվականն է 3, 2, 1